Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը այսօր խորհրդարանում խորհրդակցություն է հրավիրել փետրվարի 9-ին ուրիշի փոխարեն քվեարկած հանրապետական խմբակցության падգամավորների հարցով։ Խորհրդակցությունը փակ էր, ինչպես մեզ տեղեկացրեց իշխող հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ինչպես այնպես էլ խմբակցությունում այս առիթով հրավիրված այլ քննարկումների ժամանակ ուրիշի փոխարեն քվեարկած падգամավորներից որևէ մեկին նկատողություն տալու կամ պատասխանատվության ենթարկելու որոշում չի կայացվել։ Ազգային ժողովի տարածած պաշտոնական հաղորդակցության մեջ նշված է, որ այսօրվա քննարկման արդյունքում Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը որոշել է դիմել խմբակցություններին, կոչ անելով աշխատանք տանել հետայսու համանման երևույթները բացառելու համար։ Հիշեցնենք, Հայաստանի պարլամենտարիզմի կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Ռուբեն Թորոսյանը փետրվարի 10-ին հաղորդում էր ներկայացրել հատուկ քննչական ծառայություն, պահանջելով քրեական պատասխանատվության ենթարկել Ազգային ժողովի հանրապետական խմբակցության падգամավորներ Արա Բաբլոյանին, Հերմինե Նաղդալյանին, Գագիկ Մելիքյանին եւ Արեգ Ղուկասյանին փետրվարի 9-ի լիագումար նիստում բացակա падգամավորների փոխարեն քվեարկելու համար, ինչպես նաեւ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին եւ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին կարգազանց падգամավորներին կարգի չհրավիրելու համար։ Սակայն օրերս ՀՔԾ-ն որոշեց, որ արարքներում հանցակազմ չկա, բողոքը վերահասցեագրելով Ազգային ժողովի ղեկավարությանը։ Նման երևույթներ Ազգային ժողովում դեպքարդեպ լինում են, սկսած այն պահից, երբ արդեն անկախ Հայաստանի խորհրդարանը ձևավորվեց։ Այնպես որ այս քվեարկությունները եթե նույնիսկ եղել են, իրավական, քրեական, որևէ հետևանքներ, պատժամիջոցներ չեն ենթարկվում։ Այսինքն դա եթե падգամավորը ուրիշի փոխարեն քվեարկում է, նա իր լիազորությունները չի շրջարաշահում, ինչպես Թորոսյանն դրա համար կանոնակարգը բանաձևել է համապատասխան հոդվածներով։ Կանոնակարգն ու օրենսդրությունը սահմանում են, որ յուրաքանչյուր падգամավոր իրավունք ունի քվեարկել միայն իր փոխարեն։ Կոնկրետ այս բողոքում նշված է, որ առնվազն 4 падգամավոր ուրիշի փոխարեն քվեարկել են։ Դա որոշակիորեն իրավական տեսք ստանար, եթե որևէ մեկը մյուսի փոխարեն քվեարկել էր եւ ում փոխարեն քվեարկել էր, նա բողոքել։ Որևէ բողոք դեռևս չի եղել, որ մեկը բողոքի թե իր փոխարեն ինչ-որ մեկը քվեարկել է։ Մնացածը ես համարում եմ լրագրողական խաղեր։ Կոնկրետ այդ падգամավորներին ասացիք ոչ մի նկատողություն չեք տվել։ Որևէ մեկը իրավունք չունի падգամավորին այդ առումով նկատողություն տա։ Հանրապետական կուսակցությունը ուղղակի խնդիր ունի ցանկացած գնով ապահովել քվորում եւ դրա հետ կապված անշուշտ հանրարարություն է տալիս իր անդամների յուրաքանչյուրին օգտագործել բոլոր հնարավորությունները ապահովելու քվորում եւ ապահովելու օրինագծերի անցկացում Ազգային ժողովում եւ նրանք արել են այն, ինչ իրենց ներսում թելադրված է, պարտադրված է, ասված է, հանրարարված է, հրահանգված է։ Ինձ խորապես անհանգստացնում է այն, որ այս վարքագծով էլ գնալու են մայիսյան ընտրություններին եւ եթե պատկերացնում եք լրագրողների, այլ ընդդիմադիր քաղաքական ուժերի աչքի առաջ այդ ջանասիրությամբ մոնիտորների վրա ընկնելով քվեարկում էին, այսպես էլ պիտի լինի մայիսը։ Միթե սա ձեռագիր չի։